Չնայած Գազայի խաղաղության պայմանագրին, պաղեստինցիներն ու իսրայելցիները չպարզած հաշիվներ ունեն։ Իսրայել-Իտալիա ֆուտբոլային խաղից առաջ Ուդինեի փողոցներում բախումներ են սկսվել Պաղեստինին աջակցող ցուցարարների և ոստիկանների միջև։ Քաղաքի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց հակաիսրայելական բողոքի ակցիայի։ Ցուցարարները փորձել են անցնել ոստիկանական պատնեշների միջով և շարժվել դեպի մարզադաշտ։ Նրանք մետաղական իրեր, պայթուցիկներ են նետել ոստիկանների ուղղությամբ, աղբամաններ հրդեհել։ 1000 ոստիկան է ներգրավվել արյունահեղությունները կասեցնելու համար։ Երթը ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ, արդյունքաբեր գազ է օգտագործել։ Լարված իրավիճակում Իսրայելի հավաքականի ավտոբուսը մարզադաշտ է ուղեկցվել 13 ոստիկանական մեքենայով ու հատուկ նշանակության ուժերով։ Իսրայելի հավաքականի հյուրանոցի տանիքին անօդաչուներ ու դիպուկահարներ են տեղադրվել հավաքականի անվտանգությունն ապահովելու համար, իսկ խաղից առաջ մարզադաշտի կարգադրիչները թույլ չեն տվել, որ երկրպագուները ներս մտնեն Պաղեստինի դրոշներով։ Իսրայելին ցեղասպանության համար մեղադրող սուլոցների բողոքի ցույցերի ներքո Իսրայելը պարտվել է Իտալիային 3-0 հաշվով ու կորցրել հաջորդ տարի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու հույսը։ Իտալական Ուդինե քաղաքի 25,000 տեղանոց Ֆրիուլի մարզադաշտում խաղի համար 10,000-ից էլ պակաս տոմս էր վաճառվել։ Ակտիվիստների խոսքով հակաիսրայելական ցույցին ավելի շատ մարդ է եղել, քան մարզադաշտում։ Մարիամ Ամերջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։